Սարգսյան, բարև ձեզ։ Պարոն Սարգսյան, Արտյոմ եւ Արամ Խաչատրյանների գործով դատական նիստը կարծես թե ավարտվեց։ Ինչ մանրամասներ կարող եք ներկայացնել, ինչ տեղի ունեցավ դատական նիստի ընթացքում։ Դատական նիստի ընթացքում, քանի որ Արտյոմ եւ Արամ Խաչատրյանները առողջական խնդիրներով պայմանավորված չեն կարողացել դատական նիստին ներկայանալ, մեղադրողը հանրային միջնորդեց, որպեսզի նրանց նկատմամբ խափամիջոցը կիրառված գրավը փոփոխվի եւ որպես խափամիջոց կիրառվի կալանքը։ Մենք առարկեցինք այդ միջնորդության դեմ, հիմնավորելով, որ օրենքը նշում է, որ եթե անձը հարգելի պատճառով չի ներկայացել դատական նիստին, ապա չի կարող խափամիջոցը փոխվել։ Կարող է փոխվել բացառապես այն դեպքում, երբ որ անհարգելի չի ներկայացել։ Հիմա մենք ներկայացել ենք բժշկական փաստաթղթեր, հիմա առողջական հարցերը չեմ ներկայացնի, բայց նաև բժշկական փաստաթղթերում նշված էր, որ նրանց արգելված է թռիչքը որոշակի ժամկետով, այսինքն հետազոտություններ պետք է անցնեն, բուժումներ պետք է ստանան, նոր վերադառնան։ Ընդհանրապես պետք էր մի քանի օր սպասել, ուրեմն տեսեք, 2 տարի դատական նիստեր են տեղի ունեցել, մի անգամ չի եղել, որ Արտյոմ եւ Արամ Խաչատրյանները դատական նիստին չներկայանան եւ նրանց պատճառով դատական նիստը հետաձգվի, այսինքն մշտապես պատճառ ներկայացել են։ Այս ընթացքում նաեւ քանի որ գրավա կիրառված է եղել խափամիջոցը, թույլատրված է եղել նիստերի միջանկյալ հատվածներում բացակայել Հայաստանի Հանրապետությունից եւ նրանք օրինակ Արտյոմ Խաչատրյանը բիզնես գործունեության պայմանավորված բազմաթիվ անգամներ մեկնել է, նախապես տեղեկացրել ենք այդ մասին եւ վերադարձել, այսինքն ոչ մի խնդիր չի առաջացել։ Հիմա այսօր եկել են միանգամից, ասենք 2 դատական նիստ ընդամենը որ տևել է, ասենք մի շաբաթվա ընթացքում չներկայանալը, դիտարկում են, որ նա թաքնվում է քննությունից, Արամ Խաչատրյանի մասով եւս, որ իբր թե թաքնվում են քննությունից եւ դրանի հետևանքով նիստի բնական ընթացքը խանգարվում է։ Մենք այսօր նաև լրացուցիչ ինչ նշեցինք, խնդրեցինք, որ այս միջնորդության քննարկումը հետաձգվի ընդամենը մինչև ամսի 7-ը, ընդամենը 5 օրով։ Եվ ինչ էինք նշում։ Նշում էինք, որ օրենսգրքում, քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն է տեղի ունեցել, որի համաձայն ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություն մեջ մեղադրվող անձին կարող է միջնորդել դատան իրենց բացակայությամբ դատական նիստը որպեսզի տեղի ունենա։ Ուղղակի այդ օրենք ուժի մեջ է մտնում հուլիսի 6-ին։ Ընդամենը 4 օր հետո, եթե օրինակ այսօր մտածելներ ուժի մեջ, կարող ենք հենց այսօր միջնորդել ասել առանց Արամ եւ Արտյոմ Խաչատրյանների դատական նիստը շարունակեք ու բնականում շարունակվեր։ Մենք նշեցինք, որ ընդամենը 5 օրով հետաձգեք, համօրենք ուժի մեջ կմտնի նման միջնորդություն կլինի, բայց կարող է միջնորդության կարիք չլինի, միջև այդ առողջական հարցերը կարգավորեն, վերադառնան, բնականon ձևով շարունակվի, որովհետեւ այս ինչ որ արվեց այսինքն դատանը բավարարեց դատախազի միջնորդությունը եւ կիրառեց խափամիջոցը գրավը փոխարինեց, խափամիջոցը կիրառեց կալանք։ Այս առումով ինչ տեղի ունեցավ։ Հիմա սրանից հետո երկար ժամանակ այս դատական նիստերը կոլապսի մեջ են լինելու, որովհետեւ չի կարողանալու բնական ընթացք ապահովել, որովհետեւ անձինք հետախուզման մեջ են, կալանքա կիրառված։ Հիմա պատկերացրեք, ասենք վաղ ուզում են ներկայանալ։ Վաղ, եթե ուզում են ներկայանալ առողջական վիճակը կարգավորվում է, պետք է այլ երկրում, որտեղ որ գտնվում են, նրանց օրինակ կալանավորեն, էքստրադիցիայի հարց բարձրացնեն, որը որ պրակտիկա համաձայն 6-ից 8 ամիսա տևում է էքստրադիցիան, այսինքն արհեստականորեն ստեղծեցին մի իրավիճակ, որ այս դատական նիստերի բնական ընթացքը խանգարվի եւ նիստեր տեղի չունենա։ Այն դեպքում, երբ որ խափամիջոցի նպատակը նիստի բնական ընթացքի ապահովումն է։ Այսինքն կոպիտ ասած հակասական ինչ որ վիճակ ստեղծեցին եւ ես տեսնում եմ, որ քանի որ Խաչատրյանների նկատմամբ այս process-ը սկսեց ընտրություններից առաջ, այսինքն մենք տեսանք, որ Գագիկ Խաչատրյանին փորձեցին կալանավորել, հիմա Արտյոմ Խաչատրյանի, Արամ Խաչատրյանի նկատմամբ այս process-ները տեղի են ունենում, այստեղ ակնհայտ է, որ ինչ որ այլ նպատակներով են տեղի ունենում, քան իրավական։ Որտեղ եթե իրավական լիներ, այսօր միակ ողջամիտ որոշումը պետք է լիներ միջև ամսի 7-ի հետաձգումը, ամսի 7-ին եթե անձինք ներկայացել են առողջական խնդիրները լավացել են, շարունակվում է, ոչ մի հարց չկա, եւ եթե չեն ներկայանում, մենք միջնորդում ենք, որ որպեսզի առանց նրանց դատական նիստերը շարունակվեն, որ շարունակումը ոչ մի խոչընդոտ չի առաջանում։ Հիմա ինչ շահեց արդարադատությունը այստեղ, ոչ մի բան, միայն տուժեց, որովհետև մեկ այլ դեպքում խոսում են դատական նիստերի հետ ձգձգումների մասին եւ այլ եւ այլ։ Հիմա մենք կոնկրետ իրավիճակ ներկայացրեցին, որ կարող էր բնականon շարունակվել, չուզեցին։ Հիմա չուզեցին ինչ պատճառով, կարծում եմ կարելի է երկար քննարկել եւ տարբեր պատճառներ բերել, բայց փաստը մնում է սա։ Մենք այս հարցը վստահաբար կբողոքարկենք վերաքննիչ դատարան եւ կփորձենք այնտեղ հիմնավորել, որ այս եղանակով ավելի տուժեց արդարադատության շահը, քան թե ի օգուտ գնաց եւ կփորձենք այդ հարցը այլ վերաքննիչացիանում փորձել դրական արդարացի լուծում ստանալ, հիմա կլինի թե չէ, չգիտենք։ Այս բանը այսքանն է, որի մասին միանշանակ չենք ստացել դեռևս դատական ակտերը, դրանք կբողոքարկենք, բայց կարծում եմ, որ այսօր տեղի ունեցածը բացարձակապես օրենքի եւ արդարադատության հետ աղաչ չուներ, որովհետեւ նորից պետք է խափամիջոցը փոխվի, որպեսզի բնական ընթացք ապահովենք եւ
Այս դեպքում բնականոն ընթացքը խաթարվեց։ Եթե չլիներ օրենքի փոփոխությունը, որը որ պետությունը նախաձեռնել է հենց այսպիսի դեպքերի համար, որ եթե ծանր առանձնապես ծանրով կարող է շարունակվել առանց մեղադրյալի, կարելի էր այս եղանակը ընտրել։ Ինչ հարց կար այստեղ 4 օրվա համար, նման ինչ որ որոշումներ կայացնել, որը որ ոչ մի քիչ չի բխում, բայց դա կայացված այս որոշումը Խաչատյանների հետ կապված հաճախ ենք մենք հանդիպում, սա տարօրինակ իրավիճակների, հետեւաբար սա բացառություն չէր։ Այս դատավարության ընթացքում եք այդպիսի տարօրինակ իրավիճակների հանդիպել, ինչ մթնոլորտում են ընդհանրապես այս դատավարության Կոնկրետ Արտյոմ եւ Արամ Խաչատյանների մասով այս դատարանում քննվող դատականության ընթացքում նման բան չենք նկատել, նախաքննության ընթացքում էր դա նկատվում։ Դատարանում նկատելու որպես անհրաժեշտություն չեր կարող լինել, որովհետեւ սովորական ապահովությունների հետազոտում էր տեղի ունենում, ընդ որում պետք է նշեմ, որ մեղադրյալները դատական նիստերին ընդհանրապես ներկայացություն են ապահովում եւ այս իրավիճակում հիմա էլ որ ներկա լինեին, ընդհանրապես ներկա են լինելու։ Նրանց բացակայությամբ հանգիստ կարելի է այս process-ները շարունակել։ Դատավարությունը օգտագործել քաղաքական Ես հիմա ինքս չեմ ուզում դեռևս այդ տիպի գնահատականներ տալ, դրան X պայի ըստ էության կանդրադառնանք, բայց մի բան հաստատ է, իրավիճակը, տեսեք, Արտյոմ Խաչատյանի վերաբերյալ նախաքննական մարմինը մեկ այլ քրեական գործով մեղադրանք է ներկայացել եւ կալանքի որոշում է ներկայացել։ Ինչ դրվագով։ Խոսքը գնում է 2010 թվականին կատարված ենթադրյալ արարքի մասին, որը քննվել է 2019 թվականին, քննել են, պարզել են, որ հանցագործություն չկա, նույն ապահովությունների հիման վրա, ընտրությունից 2 օր առաջ գտան, որ նույն արարքը, նույն ապահովությունների հիման վրա այլևս հանցագործություն է եւ պետքա կալանավորվի։ Այսինքն, այստեղ այնքան քննարկման հանգամանք կա, թե դրանց առաջ ինչ հայտարարություններ կային, այդ անձանց վերաբերյալ ինչ խոսույթ կար քաղաքական մասով եւ այլ, այս հրապարակային ա եղել, կարելի է ուղղակի յուրաքանչյուրս գնահատենք։ Հիմա հարց է ծագում, եթե քննիչին ու դատախազին հարց տանք, նույն ապահովությունները 2019-ին հանցագործություն չէին։ Ինչ եղավ, որ 2026-ին դարձան հանցագործություն։ Որն է պատասխանը։ Չկա պատասխան։ Ուղղակի սա կամայական ցանկություն է, այս կամայական ցանկությունն էլ նշանակում է, որ այստեղ իրավական գործընթացներ չեն, այլ կոնկրետ քաղաքական կամ ինչ որ այլ նպատակ, որը որ երևի թե հետո կբացահայտվի։ Հիմա Հայաստան վերադառնալուց հետո Արտյոմ եւ Արամ Խաչատյանները պիտի կալանավորվեն։ Նախ սկսենք նրանից, որ Հայաստան վերադառնալու լուրջ խոչընդոտ ստեղծեցին իրենք, որովհետեւ այն երկրում, որտեղ որ գտնվում են, այնտեղից գալու հարց չկա, այնտեղ պետք է նրանց նկատմամբ խափամիջոց կիրառվի, հետո նոր դրանից հետո որոշվի էքստրադիցիայի հարցը։ Հետևաբար նորից եմ ասում, դատարանը եւ դատախազը այստեղ շատ վատ արդարադատությանը վնասող գործընթաց սկսեցին եւ իրականացրեցին, որը որ խոչընդոտելու է այս նիստերի բնականոն ընթացքին։ Խնդրեմ ստեղծություն ձեզ։